Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფիկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Էժան բերք աճեցնելը աղքատությունը հաղթահարելու ուղիղ ճանապարհ։ Տավուշի մարզի նոյեմբերյան համայնքի զարգացման ծրագիրն է ներկայացրել Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։ Հայաստանում հատկապես ձմռանը գյուղմթերքը թանկ է, քանի որ այդ սեզոնին ջերմոցներում աճեցվող միրգ բանջարեղենի ինքնարժեքի 70%-ը գազի գինն է։ Ըստ Կարապետյանի, եթե նոյեմբերյանցի ջերմոցատերերի համար գազի սակագինն իջեցվի, շուկայում մոտ 15% կեժանանա գյուղմթերքը։ Նոյեմբերյանով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Ուժեղ Հայաստանը նկատում է, որ նոյեմբերյանով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը, եւ ուրեմն նոյեմբերյանի ջերմոցներին հնարավոր է գազը ավելի էժան վաճառել։ Նաեւ նոյեմբերյանը համարվում է ամենալավ կլիմայական զոնաներից եւ այստեղ կարիք չկա այնպես տաքացնել, ինչպես Հայաստանի մյուս շրջաններում, օրինակ Հրազդանի շրջանում։ Սա էլ մեծ հիմք է, որ ջերմոցային տնտեսությունները այստեղ զարգանան եւ հնարավորություն ունենան Հայաստանին ապահովել ձմեռվա համար էժան հայկական գյուղմթերքներով։ Հայաստան մտնող գազի 1000 խորանարդ մետրը $165 է, սակայն մինչև հասնում է սպառողներին, բնականաբար թանկանում է։ Կապույտ վառելիքի համար նույնն է սակագինը նոյեմբերյանում, Երևանում, Թևայքում։ Քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչև հասնում է Երևան, մինչև հասնում է մյուս շրջանները, թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք ունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Դրա արդյունքում մենք կկարողանանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ հաջողության հասնելուց։ Ուժեղ Հայաստանը նախատեսում է նոյեմբերյանը հռչակել ազատ գոտի ջերմոցային տնտեսության համար։ Կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը ձմռանը Հայաստանում։ Ուժեղ Հայաստանի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կարծում է, որ պարենային անվտանգության մակարդակը բարձրացնելով նոյեմբերյանում կլուծեն գործազրկության հարցը։ Որպեսզի 30,000 բնակիչ ունեցող այս շրջանում խնդիր չունենանք մենք, որ մարդիկ լքում են Հայաստանը, գնում են ուրիշ տեղ աշխատանքի, այլ մնան Հայաստանում, զբաղվեն այսպիսի հետաքրքիր գործունեությամբ եւ ապահովեն իրենց ընտանիքի լավ ապագան։ Աննա Գյուլնազարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։